Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին ռմբակոծություններով եւ երկրորդական մաքսատուրքերով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ։ Թրամփի սպառնալիքները հնչել են այն բանից հետո, երբ անցած շաբաթ Իրանը մերժել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները վարելու առաջարկը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ շփումների համար։ Անհրաժեշտության դեպքում նրանց զրույցը կկազմակերպվի օպերատիվ կերպով, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնն աշխատում են ուկրաինական կարգավորման որոշ գաղափարների իրագործման վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն է հայտնել ուկրաինական հակամարտության երկու կողմերի հայտարարություններից, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Նախագահն աններևակայելի ջանասիրությամբ աշխատել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագիր ունենալու համար, եւ նա արտահայտել է իր հիասթափությունը այս հակամարտության երկու կողմերի առաջնորդների կողմից հնչող արտահայտությունների առնչությամբ։ Ուզբեկստանի արևելյան Անդիջան շրջանի մզկիթներից մեկում գազի պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել 10։ Ինդոնեզիայի ափերի մոտ 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ինդոնեզիայի Վայնապու քաղաքից 142 կիլոմետր հարավ-արևմուտք։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերնի Արցախահայերի վերաբերյալ գրառումից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել այդ երկրի դեսպան Ռալֆ Հորլեմանը։ Ռալֆ Հորլեմանին խիստ բողոք են հայտնել Հայաստանում գտնվող նախագահի գրառման կապակցությամբ։ Տարածաշրջանային այցերով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահը իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով եւ անդրադարձել Արցախահայության թեմային։ Գերմանիան պաշտոնապես ավելի վաղ ներողություն է խնդրել Ադրբեջանից։ Հորդառատ անձրևները համատարած ջրհեղեղ են առաջացրել հունական Պարոս, Սիրոս եւ Միկոնոս կղզիներում։ Ջուրը հեղեղել է փողոցները, քշել մեքենաները եւ լուրջ վնասներ հասցրել բնակելի շենքերին։ Իշխանությունները կոչ են արել բնակիչներին եւ զբոսաշրջիկներին չլքել իրենց տները, եթե խիստ անհրաժեշտություն չկա, զգուշացնելով, որ ջրի մակարդակը կարող է շարունակել բարձրանալ առաջիկա օրերին։ Սեդամակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։